Այս պանելը կարելի ասել փոքրիկ մոդել է, օրինակ է, թե ինչպիսին պիտի լինեն մեծ կայանները։ Մերձավանում տեղակայված այս փոքրիկ կայանը տվյալներ է հավաքում արևից, որոնք հետո փոխանցում են համապատասխան արևային խորհրդատուներին։ Նմանատիպ կայաններն անհրաժեշտ են, որպեսզի հետո մասնագետները ճիշտ կողմնորոշվեն, թե որտեղ է նպատակահարմար կառուցել արևային ֆոտովոլտաիկ մեծ կայաններ։ Սրանք միջոց են ճշգրիտ մեթոդներով գնահատելու եւ հաշվարկելու Հայաստանի արևային ռեսուրսի պոտենցիալը։ Օրինակ, այս կայանի տվյալների շնորհիվ ներդրողների համար պարզ կդառնա, արդյունավետ է արդյոք այս տարածքում ֆինանսավորել արևային կայանի կառուցումը։ Այնինչ մենք հիմա կարող ենք ասել, որ մենք ունենք ամենահուսալի տեղեկատվությունը, ամենահավաստի տվյալները արևի բնութագրերի վերաբերյալ, ինչը ներդրողներին ազատում է լրացուցիչ ռիսկերից եւ հոգսերից, ինչպես նաեւ նվազեցնում է նրանց ֆինանսական ծախսերը։ Նմանատիպ փոքր կայանները դեռևս 4-ն են։ Դրանք տեղադրված են հանրապետության տարբեր մարզերում։ Յուրաքանչյուր չափիչ կայան ճշգրիտ ներկայացնում է արևի եւ նրա լույսի բնութագիրը 7 կիլոմետր շարավղով։ Արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում կարելի է 3 տարբեր մակարդակների բաժանել։ Առաջինը մեզանում կիրառություն են ստացել արևային ջրատաքացուցիչները։ Այս տեխնոլոգիան բավական հին եւ փորձված է եւ լայն տարածում ունի։ Կիրառելիության առումով երկրորդ տեղում են արևային ֆոտովոլտաիկ տեխնոլոգիաները։ Սրանք նախատեսված են էլեկտրաէներգիա ստանալու համար։ Առայժմ ֆոտովոլտաիկ մեծ կայաններ չունենք, դրանք հիմնականում փոքր մասշտաբի են, մինչև 150 կՎտ հզորության։ Երրորդ մակարդակը արդեն մեծ համակարգային կայաններն են, որոնք էլ հենց տեղադրվելու են այս չափիչ կայաններից հավաքված տվյալների բազայի հիման վրա։ Առաջիկա 3 տարվա ընթացքում ծրագրվում է Հայաստանում կառուցել առնվազն 50 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտաիկ կայաններ։ Արդեն սկսել է նախապատրաստական փուլը եւ առաջիկ կայանը արդեն նախատեսում ենք 2017 թվականին կառուցենք։ Պետությունը նախապես մտածել է, թե ինչպես ներդրողի համար ստեղծի առավելագույնս շահավետ կանխատեսելի ներդրումային դաշտ։ Խոստանում են ամեն ինչ իրագործել նախապես սահմանված ժամկետներում, թղթաբանական խնդիրներ չառաջացնել, մի խոսքով անել հնարավորը, որպեսզի ներդրողը կենտրոնանա զուտ կայանի շինարարության վրա։ Ես կարծում եմ, որ ներդրողի համար Հայաստանը շատ ավելի բարենպաստ վայր է եւ մեր արևային ռեսուրսը շատ ավելի լավն է եւ մնացած բոլոր ենթակառուցվածքային խնդիրները այստեղ շատ ավելի բարենպաստ են։ Այդ իսկ պատճառով մենք իրականում մեծ հույսեր ունենք, որպեսզի մենք ստանանք ցածր սակագին։ Ցածր սակագինը դա այն երաշխիքն է, որը մեզ թույլ կտա հետագայում մեծ ծավալի արևային հզորություններ ավելացնել։ Նմանատիպ հզոր կայանների կառուցումից տարիներ հետո միայն կարելի է խոսել էժան սակագներից։ Սրանք բավականին թանկ տեխնոլոգիաներ են, որոնց ետգնումը տարիներ է պահանջում։ Գնային մասում նվազումների մասին դեռևս շատ շուտ է խոսելը, կախված է մրցույթի արդյունքում մենք ինչ սակագին կստանանք եւ մեծապես կախված է ինչ մասշտաբներ կունենանք հետագայում։ Մենք ուզում ենք այս ծրագիրը զարգացնենք տնտեսական շահավետության սկզբունքով եւ լրացուցիչ բեռ չդնենք ոչ հարկատուի վրա, ոչ բյուջեի վրա, այսինքն ինքը պետք է առանձին լինի տնտեսապես շահավետ ծրագիր։ Ատոմային, հիդրո եւ ջերմային կայանների կողքին զարգացնել արևային էներգետիկան մեր երկրի համար ռազմավարական նշանակության հարց է։ Արևային էներգետիկայի զարգացումը շատ է կարևորվում էներգետիկա անկախության տնտեսական զարգացման տեսանկյունից։ Հայաստանում առայժմ արևի էներգիա ստանալու մեխանիզմներից օգտվում է հիմնականում մասնավոր հատվածը։ Տարածված են հատկապես արևային ջրատաքացուցիչները։ Թուֆենկյան հյուրանոցային համալիրը մոտ կես տարի է օգտվում է արևային ջրատաքացուցիչ համակարգից։ Տանիքում տեղադրված այս արդիական համակարգը սնվում է արևից, որի շնորհիվ էլ ապահովում է ամբողջ հյուրանոցի տաք ջրամատակարարումը եւ ոչ միայն։ Տաք ջրից բաժին է ստանում նաեւ լողավազանը։ Ձմռանն էլ այս համակարգի առկայությունը նվազեցնում է գազի ծախսը։ Եթե տարվա վերջին 2016-ին մենք տեսնենք ամփոփենք արդյունքները եւ տեսնենք տնտեսումը, ռեալ տնտեսումը, միգուցե եւ մեր համակարգում, մյուս հյուրանոցներում եւս կիրառենք համակարգի տեղադրում։ Դա 21-րդ դարի տեխնոլոգիաներ են, որոնք անհրաժեշտ է կիրառել բոլորին, բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ոչ միայն տնտեսեն գումարներ, այլ Հայաստանի շրջակա միջավայրը, շրջակա մթնոլորտը կարողանան պահպանել։ Նման համակարգ ունենալը մեծ ներդրումներ չի պահանջում։ Ծախսերի ետգնման համար պահանջվում է 4-ից 5 տարի։
Արևային ջրատաքացուցիչները մեր երկրում առավել տարածում են ստացել հյուրանոցային հատվածում, քանի որ այս տնտեսության այս հատվածն է, որ բավականին մեծ պահանջարկ ունի տաք ջրի, տաք ջերմային էներգիայի, ամառը եւ ձմռանը, եւ բիզնեսմենները այս ոլորտում աշխատող բիզնեսմենները շատ արագ ընկալել են դրա կիրառման, այդ տեխնոլոգիայի կիրառման հետ կապված առավելությունները, սակայն պետք չի գերագնահատել, բնականաբար դա ունի նաեւ բոլոր հարցերի լուծում չես կարող ստանալ արևային ջրատաքացուցիչների միջոցով, մասնավորապես չես կարող ջեռուցել ձմռանը, բայց տաք ջուր ստանալ տարին ամբողջ տարի բնականաբար իրատեսական է։ Ֆոտովոլտաիկ կայանների կիրառումը խրախուսելու համար պետությունը քայլեր է ձեռնարկել, հարկային պարտավորությունները հանել է, չի պահանջում արտոնագրեր, դաշտը պարզեցվել է ոլորտի զարգացման համար։ Հիմա բոլորը կարող են իրենց տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտաիկ պանելներ եւ ստանան իրենց հոսանքը այդ պանելների օգնությամբ։ Հայաստանը օգտագործում է մոտավորապես 26 միլիարդ կիլովատժամ էներգիա, օգտագործվածի 80%-ից ավելին մենք ներկրում ենք։ 100 մեգավատ հզորության արևային կայանները ըստ մասնագետների արտադրելու են մոտավորապես 150 միլիոն կիլովատժամ էներգիա, ինչը փոքր է 26 միլիարդի մեջ, բայց քայլ է դեպի էներգետիկ անկախություն։